Պատրաստվում ենք Սերգեյ Սերգեյևիչ Պրոկոֆիևի տուն-թանգարան գնալ։ Օրվա ընթացքում մեզ անակնկալներ էր սպասվում, որոնց մասին դիտեք մինչև վերջ։ Թանգարանը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Բալշայա Դմիտրիևկա փողոցում։ Այն հարցին, թե հետաքրքիր է արդյոք երեխաներին տուն-թանգարանները, կասեմ, որ այո, նրանք մտապահում են հետաքրքիր փաստեր կոմպոզիտորների կյանքից եւ նույնիսկ ստեղծագործություններն են լավ մտապահում։ Գլխավորը գտնել լավ գիդ, որ նրանց հասանելի կերպով ամեն ինչ կբացատրի։ Պրոկոֆիևը երաժշտության դասատու լինելով իր երեխաներին չի կարողացել սովորացնել երաժշտություն եւ հնարել է հեքիաթների տարբերակը եւ հեքիաթների միջոցով փորձել է բացատրել գործիքների առանձնահատկությունը։ Թանգարանի մասին մյուս հոլովակներում, իսկ հիմա գնացինք առաջ։ Բալշայա Դմիտրիևկա փողոցում գտնվում է նաև Մայա Պլիեცկայե արձանը եւ մի գեղեցիկ նկար, որում պատկերված է հենց ինքը բալերինան։ Նա աշխարհահռչակ պրիմադոննա է։ Մի փոքր քայլելուց հետո հայտնվում ենք Մեծ թատրոնում։ Մեծ թատրոնը համարվում է Ռուսաստանի եւ Մոսկվայի ամենամեծ արժեքներից մեկը։ Մի փոքր առաջ գնալով հայտնվում ենք շախմատի աշխարհում եւ հասկանում ենք, որ մենք շախմատ խաղալ պարզապես չգիտենք եւ շարունակում ենք մեր ճանապարհը առաջ եւ հայտնվում ենք մի ուրիշ աշխարհում։ 90-ականների ժողովուրդը մեզ լավ կհասկանա։ Խաղում են երեխաները Մարիո, Սոնիկ, Չիրիպաշկի նինջա եւ իհարկե ինչ զբոսանք առանց կարուսելի։ Իսկ կարուսելից հետո մեզ սպասվում էր մի հրաշալի անակնկալ, որին մենք բացարձակ չէինք սպասում, բայց մինչ այդ պետք է երեխաներին իհարկե ուտելու տանել։ Գտնվում ենք Ախոտնիրյա առևտրի կենտրոնում, որից հետո դուք կտեսնեք, թե ինչ անակնկալ է մեզ սպասվում, մեր համար իսկապես շատ անսպասելի էր։ Բալիկները ուտեն ու առաջ շարժվենք։ Ահա եւ մեր անակնկալը։ Մեզ հրավիրեցին ֆոտոսեսիայի, որը 19-րդ դարի եւ 20-րդ դարի հագուստներով էր, իսկ մեր հետ խոսում էին հին ռուսերենով, արիստոկրատ ռուսերենով, որը բավական տարբերվում է ներկայիս կենցաղային ռուսերենից։ Շատ գեղեցիկ էր, շատ տպավորիչ։ Այսպիսով մեր գեղեցիկ օրը ավարտվեց։ Ձեզ եւս մաղթում եմ գեղեցիկ եւ հագեցած օրեր։ Մինչ հանդիպում։